Իսկ դուք հարցրել եք երբևէ ձեզ, օրինակ, երաժշտությունը, որ մենք այդքան լսում ենք տարբեր տեղերից, որտեղից է ինքը գալիս, ինչ է իրանից ներկայացնում։ Մենք մերոնցով, մենք մերոնցով, մենք մերոնցով Բարև սիրելի հեռուստադիտող, Arman TV-ի եթերում մենք մերոնցով հաղորդումն է եւ մեր հյուրն է, մեր համակարգացի, մեր շատ սիրելի Արիկ Գրիգորյանը։ Բարև Արիկ ջան։ Բարև Արամ ջան, բարև Գյումրի։ Ոնց ես, մենք շատ ուրախ ենք դու Գյումրիում ես, մեր հյուրն ես։ Շատ լավ եմ, շատ ուրախ եմ ու շնորհակալ եմ որ կանչեցիք, չէ եղել ձեր ռադիոկայանում Նաև հեռուստատեսության տաղավարն է, համատեղ ցանկանում եմ լավ եթերներ, երկար կյանք, լավ գործեք բռները, թող շարունակվի։ Մերսի շատ։ Ինչ կա, ինչ եք անում։ Իրականում մասնագիտական առումով գիտես, ոչ մի բան չի փոխվել, տարբեր պրոյեկտներ ենք անում, Թմբաթա, Բամբիր, նույնիսկ ուզում եմ իմ նախորդ պրոյեկտներից մեկը Վիշապ անսամբլը արտնասնեմ այս տարի հետաքրքիր ֆեստիվալներ կան Եվրոպայում, որի համար պատրաստվում ենք անցած եվրոպական համերգներից հիշում եմ Լեհաստանը ու Լեհաստանում կատարվեց գիտուրը իմ ամենասիրած ստեղծագործություններից մեկն է Ոնց ընդունեց հանդիսատեսը ու ինչի գիտուրը Իրականում 15 թիվներ 15 թիվներ, 10 տարի առաջ էր այդ համերգը Շատ տպավորիչ համերգ էր Այո, Բամբերով ենք, հրավիրեցին Լեհաստան Ռժեժով քաղաքում, այնտեղ մարզա ֆեստիվալ էր Իրականում չեմ հիշում ինչի մասին էր այդ ֆեստիվալը, բայց բավականին հայտնի երաժիշտներ էին մասնակցում, Կայասա Կաբոլսկայան, որի հետ մենք համատեղ գործեր կատարեցինք Գործերը նախորոք էինք ընտրել, Կասյան մի քանի գործ ընտրեց, որի մեջ նաև գիտուրներ կոսիրած Շատ իրականում հետաքրքիր էր, Կասյանն էլ շատ լավ երգեց Ցավոք սրտի Նարեկը չկար այդ օրը, որտեղ հիվանդ էր, թոկաբորբ էր ու ցավոք չկարողացավ գար Լեհաստան, բայց գնացինք Կասյայի խմբի գիտարիստը նվագեց մեր հետ Եվ հիշում եմ Eurovoice-ին մասնակցեցիք Եվրատեսիլին նման ինքը պրոյեկտ էր, ինչքան հիշում եմ, Eurovoice-ը եւ տեղ առաջի տեղն ընկաք, Բամբիրը Չէ, առաջի տեղն երկրորդ տեղ ընկանք, բայց այնտեղ կամ պիտի առաջի տեղ ընկնես, կամ ոչ մի տեղ, բայց մեր մրցակցությունը ակին կարելի ասել Կիպրոսի ու Հայաստանի մեջ մինչև ամենավերջի վարյանները Հայաստանը առաջ էր, հետո չգիտեմ ինչ եղավ, Կիպրոսը 2-3 ձայնով առաջ ընկավ ու Կիպրոսի մասնակիցը հաղթեց, բայց դա իրականում չնայած մրցանակը կարծեմ $100,000 էր, թե ինչ կաներ, եվրո էր, չեմ հիշում։ Չասանք այդ մրցանակին։ Իրականում բայց էքսպերիենսը որպես այդպեսի լավ էր։ Ծանոթացանք լիքը պոպ արտիստների հետ ծանոթացանք, Պամելա Անդերսոնին տեսանք։ Կոնե։ Այո։ Տենց Ասեմ, որ այդ գործը ձայնագրվել էր մեր հորիզոնտ ձայնագրման ստուդիայում, մեր առաջի նաև էքսպերիմենտալ ձայնագրություններ, Բամբիրի հետ մենք միշտ աշխատել ենք մեծ սիրով ու նաև լիքը բաներ փորձարկել ենք եւ ինչպես հիմա աշխատում ենք իրար հետ ու փորձարկումներ ենք անում։ Այո, մինչեւ հիմա այդ երգը իրականում որ լսում ենք շատ լավ է, այո, շատ լավ կհնչե։ Հետաքրքիր մարդիկ էլ մինչեւ մի կլսեն այդ երգը տեղադրած սայթում։
Արիք նայ նվագում ես գիտար, նվագում ես ֆլեյտա։ Ավելի շատ սկզբից սկսեցիր ֆլեյտայով, ճիշտ է։ Հետո բարձրապես որ նաև շատ լավ վոկալ ունես, ինքնատիպ վոկալ ունես, այ տեխնիկական մի հատ հարց քեզ։ Գիտարդ ինչքան նկատել եմ իր լարվածքը նման չի ստանդարտ լարվածքի։ Գաղտնիք է ինքը, ինչ է, բայց ինքը ուրիշ ձևի կհնչի, շատ սիրուն կհնչի ինքը։ Իրականում այդ գիտարը, փոքր գիտարը, որ ունեմ, հատուկ ֆոլկլորային լարվածքով լարեցի, որովհետև քանի որ ժողովրդական երգերի հետ կառնչվեի, այս հարմոնիկ, այդ հարմոնիայով գիտարը, որ հիմնականում կլասիկ գիտարը, որ հիմնականում նվագում են, այդ լարվածքով, չգիտեմ, ֆոլկլորը մի քիչ այդ ակորդներով ոնց որ մի քիչ այն չի իմ համար, իմ կարծիքով, դրա համար ես իրան լարեցի, դամի նման լարեցի, ավելի շատ սազային լարվածքով լարեցի, բայց գիտես հիմա արդեն ամեն մի գործ տարբեր լարվածքներ ունիմ ու հիմա որ մտնես իմ ստուդիան տունը ավելի շատ գիտար կտեսնես, քան ֆլեյտաներ կտեսնես, որովհետև սկսեցի գիտարներ առնել, որովհետև ամեն երգին, ամեն բանին տարբեր լարվածքներով եմ լարում, որպեսզի անընդհատ նույն գիտարը հետ ու առաջ չանեմ, լարվածքը չփոխես, մենի վերցնում եմ, հա։ Արիք ջան, նայ, քո կյանքում ինձ թվում է ավելի շատ տեղ կդա ֆոլք երաժշտությունը։ Սկսեցի շատ ավելի հետաքրքիր ձևով պրոպագանդել մեր ազգայինը։ Դե հայկական երաժշտություն միշտ է սիրեի ու հայկական երաժշտությունը ռոկային ձևով հնչացնելը դա ջագի իմ համար ջագի ջագն է իմ համար դա արել եւ ջագի նվագածն է իմ վրա տպավորվել շատ ջագը որովհետեւ լավ ֆոլք ծրագիր ուներ հիմա էլ ունի ու այն ժամանակ որ սկսեցինք նվագել այդ երգերը Անուշ Ղայդա, Էծարի այդ երգերը տեղից միտք առաջացավ այդ հնչողությունը ես միշտ կուզենայի որ մեր երաժշտությունը ավելի sense միջազգային հնչի օրինակ չգիտեմ երբ որ առաջ անգամ լսեցի սկանդինավյան ֆոլք երաժշտությունը ոնց են իրանք հնչացնում ռոք խմբերը ես էլ ուզեցա մեր երաժշտությունը այդպես հնչողություն ունենա ու համաշխարհային բան դառնա հնչողություն ունենա այսինքն այդ դահոլը զուրնան կամ դուդուկը լինի բայց մի քիչ հնչողությունը ուրիշ ձևի եղնի էլի ոնց որ ցայնադրումը առանժիրովքեն մի քիչ այլ եղնի որովհետև քանի որ մենք ռոկային դասիրակություն ունենք ռոք երաժշտությամբ ենք դասիրակվել մեր համար երաժշտական մտածողությունը արդեն կարելի ասել միջազգային բանի վրա է որովհետև ռոք երաժշտությունը միջազգային երաժշտություն է Արիք ջան մի հատ սպես հարց օրինակ ինձ թվում է ֆոլք երաժշտությունը ստեղծվում է այն ժամանակ երբ որ գյուղացին հողի հետ է աշխատում կամ հովիվը սարերում է կան երկեր որոնք որ հենց ի սկզբանե դու լսել ես գյուղացիներից կամ հովիվներից ասենք իրանց այնպես երգ որ նոր երբևէ մենք որևէ տեղ ոչ նոտայագրված ենք տեսել ոչ լսել ենք որևէ մեկի կատարմամբ իրականում լավ հարց կուտաս շատ կուզենայի ու դրա համար իրականում մի քանի տեղ գնացի որպեսզի նայեմ ինչ մարդիկ կան մնացած տարեց կամ գուսաններ աշուղներ ինչ որ գյուղերում բայց ցավոք սրտի չգտա մարդ որը այսօր զբաղվում է այդ գործով դե այսօրվա գյուղացու կյանքն էլ է փոխվել այսինքն այսօրվա գյուղացին առաջվա արորը չի անում կամ գուտանը չի անում այսօր տրակտորներ են կամ ընդհանրապես խոպան են գնում էլ գյուղական կյանքը այսօր մի քիչ ուրիշ տարբեր է դրա համար էլ այդ տիպի երգեր չեն ծնվում հետո առաջ ինչպես են ստեղծվել չէ այդ ժողովրդական երգերը մի հոգի չի գրել նստետուն է գրել ժողովրդական երգերը ստեղծվել են հիմնականում ծիսակատարությունների ժամանակ երբ որ օրինակ միտեղ ինչ որ ծիսակատարություն է կամ այսօրվա բառով ֆեստիվալ է եղել տարբեր գյուղերից մշակութային ֆեստիվալ եղել տարբեր գյուղերից եկել են միտեղ են հավաքվել օրինակ չգիտեմ էփու թափը առանձին երաժշտությունը առանձին գինեգործությունը առանձին ու երաժիշտներն որ եկել են տարբեր տեղերից ամեն մեկը իր վերսիան է այդ երգի բերել ընթացքում jam session-ների ընթացքում երել են կոմիտասը սաղ այդ ամեն ինչը տարբեր վերսիաներով գրի առել
ու այդպես է ծնվել այդ ժողովրդական երգը այդ որպես այդպեսին, որտեվ ժողովրդական երգը այն երգն է, որ սաղ գիտեն, չէ՞։ Ասենք գնում ես այս գյուղ, այս երգը գիտեն, բայց 4 գյուղ այնքան մեկ չեմ ուրիշ ծևիկ երգ են այդ երգը։ Օրինակ գյուղական երգեր կան, օրինակ հենց կոնկրետ առավոտյան երգեր են, որը ասենք իրիկունը չես կրնա այդ երգը երգես կամ որտեղ ստաս գյուղացունս այդ առավոտվա այդ արորիդ երգը մի հատ երգ է կարող է չհասկանա դու ինչ նկատի ունեիր, որտեվ այդ իր համար ոնց որ առավոտ ես լվացվում, քնից այդ չես կրնաս, ես մի հատ առավոտվա պես լվացվի իր գունը, ներքնի, որտեվ դա ռիտուալ է իրանց համար, դա մեր համար է որ արվեստ է կամ մենք ուրիշ ծևիկ նայենք, իրանց համար դիք բնական, իրանց բնությամբ կյանքն է բնական։ Հարիկ ջան, եկանք, հասանք մեր շատ սիրելի Թումոն։ Թումոն, որը նվերեր մեր Հայաստանին, կարելի է ասել, շնորհակալ ենք շատ հիմնադիրներից։ Ինչպես հայտնվեցիր Թումոյում։ Արիգը Թումոյում։ Ինքը շատ կարևոր է ու շատ ճիշտ էր որոշումը, բայց ինչպես ստացվեց այդ ամեն ինչը։ Ասեմ, Արիգ ջան։ Դե 12 թվին Բամբիրով Իռլանդիայում ենք ապրում, համարյա մի տարի ապրեցինք Իռլանդիայում, սաղ Իռլանդիան ոտատակ այրեցինք, գյուղերով, քաղաքներով, սաղ տեղեր նվագեցինք, հետո հետ վերադարձանք Հայաստան, ու Թումոն էլ նոր էր բացվել, մի տարի էր, որ արդեն բացվել էր Թումոն, մի հատ ծրագիր ունեի ու որոշեցի ուղղակի workshop անեմ մի շաբաթով, ծրագիրը ներկայացրեցի, համաձայնություն ստացա, ասեցին, խնդրեմ, եկեք արեք, այդ մի շաբաթում այդ workshop ներեցի, պրեզենտացիան արեցինք, բավականին ժամանակի առումով հաշվի առնելով կարճ ժամանակը, բավականին հետաքրքիր համերգ եղավ իրականում, հետաքրքիր երաժշտություն էին երեխեքը ստեղծել։ Թումոյի երեխեք։ Այո, Թումոյի խումբ հավաքեցի։ Մի շաբաթում։ Այո։ Խումբ հավաքեցի, աշխատեցինք, հետաքրքիր արդյունք ունեցանք։ Դե բայց հա, կարճ ժամանակում դժվար է լավ արդյունք ունենալը, բայց կարողացանք ինչ-որ որակի բան ու հետաքրքիր ամենակարևորը հետաքրքիր արդյունք ունենալ։ Սիրելի Թումոցիներ, եթե ցանկանում եք մասնակցել երաժշտության աշխատարանին եւ բարելավել ձեր երաժշտական ընտունակությունները, ուրեմն դիմեք։ Հետո ինձ հրավիրեցին այնտեղ շարունակելու այդ ամեն ինչը ու մինչև հիմա ես այնտեղ շարունակում եմ ու այո, կարելի ասել 11 տարի, 13 թվից։ Հա, կարելի ասել կյանքիս ինչ որ մեծ հատված տրամադրեցի ուսմանը, կրթությանը, դե որտեվ ես էլ լինելով մի քիչ ավելի փորձառու, այն իմաստով որ շատ եմ նվագել, բեմի վրա շատ եմ եղել ու ավելի լավ գիտեմ ինչ է պետք երաժիշտին բեմ ելնելու համար, մանավանդ նոր սկսնող երաժիշտներին, ու ստեղծեցի նոր խումբ հավաքեցի, այդ խումբը կամաց դարձավ Թմբատա խումբը, ինչ որ հիմա մարդիկ գիտեն։ Թմբատան էլ ինչի Թմբատա, որտեվ անընդհատ վարժություններ ենք անում, ձայնավարժություններ ենք ու ռիթմիկ վարժություններ ենք անում, որի հիմքում Թմբատա այդ ձայնարկումն էր։ Ու այնքան այդ երեխեքը երգեցին այդ թմբատաները ու սաղ իրար մեջ խոսում էին Թմբատայի, ես կերնում Թմբատայի ու խմբի անունը մնաց Թմբատա։ Իսկ երեխեքը երաժշտական կրթություն կամ հաճախում էին երաժշտական դպրոցներ։ Ոմանք ունեն կրթություն ու երաժշտական դպրոց էին հաճախում, բայց որպես այդպեսին որ կրթված երեխեք են, չէ։ Բայց ես համարում եմ, որ Թմբատայի այդ 7 տարիները, որ իրանք Թումոյում սովորեցին, էլի կրթություն էր, իմ գիտելիքները ես կիսել եմ իրանց այդ իմ փորձը, ամեն ինչը, փորձել եմ գրագետ սարքեմ, ամենակարևորը։ Թմբատայից հետո ստեղծվեց Կանգուն, Ուրու խմբերը։ Թմբատան ոնց որ թե
հիմա ավելի ավակ սերունդն է։ Այո։ Ու ստեղծվեց կանգուն, բայց կանգուն խմբի մեջ նաև հայտնվեց ուրուն։ Այդ իրար մեջ խմբի մեջ խումբ ինքը շատ հետաքրքիր մոդել է։ Իրականում չէ, կանգունն ու ուրուն ինքը նույնն է ըստ երևույթին ինչ կան հասկանում։ Մինչև կանգունը ուրունը թմբատայից հետո ես էլի խումբ հավաքեցի, որի մեջ կան շատ երեխեք կային, մի 40 հոգի երեխեք կային։ Խմբի անունը Զրանգի էր։ Ճիշտ է, հիշեցի, հա։ Թումո Գյումրիում ստեղ նվագել ենք Զրանգի։ Այո, հիշեցի։ Ակին մեծ էր, հիշում ես։ Հա, Զրանգի մասին 20 հատ երեխա կային։ Բայց հետո Զրանգին, հետո ես տեսա, որ երեխեքի մեջ, ուսանողների մեջ իրանք ուզեցան երկու մասի բաժանվել, որովհետև իրանք երգերը գրեցին, ով ում հետ ավելի մոտիկ էր, իրար հետ կռուկ կազմեցին բան, բայց ոչ ինչ որ իրարից նեղացած կամ բան։ Շատ բնական այդ ընթացքը գնաց։ Ես էլ դեմ չէի, որովհետև ինչի՞ չէ, եթե արդեն սկսվել է մի բան, պետք է օգնել զարգացնել, Ու այդ Զրանգին կիսվավ երկու մասի ուրու եւ կանգուն, բայց իրանք իմ համար այդ նույն ուսանողներն են, Զրանգի ուսանող, ես մինչև հիմա իրան Զրանգի եմ ասում, ուրու կանգուն չեմ ասում։ Արիկ, ինչ պլաններ կա հետագա, ինչ նպատակներ կա, ինչ եք պատրաստվում անեք։ Իրականում հա, լավ հարց կուտաս, կարևոր արիսպես չսեմ գլոբալ ինչ կուզենք ենք, օրինակ այս տարվա վրա Թմբատայով ալբոմ ձայնագրեցինք, ճիշտ ենք իմ միքսինգի պրոցեսի մեջ է։ Ուրուն կանգունը ունեն իրանց ալբոմը արդեն։ Ալբոմ ձայնագրեցինք ուրույն էլ, կանգունին էլ, հիմա Spotify-ում կա։ Թմբատայով ալբոմ ձայնագրեցինք, Բամբիրով ալբոմ ձայնագրեցինք, թողարկեցինք։ Էլի ունենք մեր մոտ, մեր ֆոնոտիկա։ Իրականում որ մտածում եմ հետ եմ նայում, ահագին ոնց որ sense գործ է եղել էլի։ Արևմտահայկական պոետների պոեզիայի հիմքի վրա ալբոմ եմ հիմա թողարկում, սոլո ալբոմ, ոչ թե մենակ ես, այլ հրավիրված տարբեր երաժիշտների հետ, Capital City-ի Սեպու Սիմոնյանին, եթե գիտես, ինքը մի երկու երգ պիտի երգի, Արզո Մանուկյան կա, մեր Վարդանը դրամեր պիտի նվագի մի քանի գործի մեջ, տարբեր սփյուռքահայ արվեստագետներ կան, որոնք պիտի համատեղ sense լեզվի պահպանության հետ կապված ծրագիր է արևմտահայկական, որպեսզի արևմտահայերեն լեզուն, պոեզիան չմեռնի, այլ օգտագործվի երգերի միջոցով, գոնե երգերի միջոցով լսեն, հետաքրքրվին, կարդան եւ այլն։ Մի 10 երկանոց ալբոմ է լինելու, արդեն մեծ մասը վերջացրել եմ ձայնագրությունների, հիմա ոնց որ sense ավելի տեխնիկական մասերի ենք անցել, միքսինգ բան ենք ուզում սկսենք։ Էլի ինձ թվում է հետաքրքիր ծրագիր կեղնի այս տարվա վրա դուրս դրսում համերգներ, դրսում Աստված առաջ դրսում էլ համերգներ կտանք, որտեվ ծրագիրը կարելի ասել սփյուռքահայերի համար է ավելի շատ։ Եթե հետաքրքրություն ցուցաբերեն, անպայման դրսում էլ համերգ կանենք, տուրեր կանենք։ Կարծում եմ կարևոր բան է։ Անընդհատ աշխատանքային process-ի մեջ ենք, Արամ ջան։ Շատ լավ է։ Կիրակի շաբաթ հանգստանալ, երբ ուզենք կհանգստանանք իրականում։ Հա, թե։ Ես փորձել եմ իմ գրաֆիկում պես դասավորեմ, որ երբեք բուզելնիկով չքնի մարտանամ, երբ ուզեմ հանգստանամ, երբ պետք է աշխատեմ, եթե պետք է, չգիտեմ, 24 ժամ կաշխատեմ, եթե պետք է 24 ժամ կհանգստանամ։ Արիկ ջան, ինչ խորհուրդ կտաս մեր սկսնակ երաժիշտներին, մեր երաժիշտներին, մեր ռադիոլսողին, մեր հեռուստադիտողին, ինչ խորհուրդ կտաս։ Խորհուրդ կտամ լսել նախ առաջի հերթին լավ երաժշտություն, որտեղ լավ երաժշտությունը բոլոր տեսակի ստրեսների, հիվանդությունների բուժման ձևերից մեկն է։ Լիքը մարդիկ ասում են, հա լավը, ճիշտ է որ լավը պիտի լսենք, բայց ո՞րն է լավը։ Լավը հասկանում են մենակ կրթությամբ, այսինքն մենակ ցանկանում են, որ մեր երիտասարդները ուշադրություն դարձնեն իրանց կրթությանը, որտեղ գիտելիքն ու կրթությունն է ճաշակ ձևավորում։ Ճաշակը ընկեր չունի հասկացողությունը, ես չեմ ընդունում, որտեղ
հաստատ ունի։ Լավ համերգների գնան, թատրոնների գնան, որտեվ այդ ամեն ինչը Okay, TikTok-ն էլ է լավ բան, Instagram-ն էլ է լավ բան, հետաքրքիր լիքը նյութեր կարելի է քաղել ինտերնետից, բայց live կոնտակտը արվեստագետների հետ, քրքերի հետ, թատրոնում, համերգասրահում, այդ ոչ մի բանը չի փոխարինում։ Ամենամեծ գիտելիքը այդտեղ է, ինձ թվում է, էլի։ Սիրելի հեռուստադիտող, Arman TV եթերում մենք էինք, մենք մերոնցով եւ մեր հյուրն էր Արիգ Գրիգորյան, մեր լավ համակարգացի, պրոֆեսիոնալ երաժիշտ, լավ դասատու, մենք նորից կհանդիպենք, լավ մնացեք, շնորհակալություն։ Շնորհակալություն։